Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ։ Մենք այսօր նորից երկնքից, մեր Տիրոջից, Հիսուսից Քրիստոսից, մեր Աստծուց շնորհ ողորմություն կտանք, եղբայրներ, գալու Տիրոջ ներկայության առջև։ Այս երկի խոսքերը շատ հետաքրքիր ու լավն էին, որ մենք բոլորս էլ շատ լավ երկեցինք։ Երանի թե այդ խոսքերը իրական կյանք դառնան մեր մեջ, դուր որ քեզ Հիսուս կատարյալ նվիրվեմ, խաչս վերցնեմ կամ քո նեղ ճամփով։ Երանի թե այս փաստը, այս խոսքերը լիարժեք անմնացորդ կատարվին մեր կյանքի մեջ։ Այսօր մենք նորից ողորմություն ենք կրել ու եղբայրներ Տիրոջից խոսք առնելու, ինչպես որ Աստծո խոսքում ներկայացված է, ես հիմա կկարդամ Հռոմի գրքի մեջ գրված, մենք այսօր եկել ենք, որպեսզի Տիրոջ հետ մեր Հիսուսի Քրիստոսի հետ հանդիպում ունենանք, քույրեր ջան, եղբայրներ ջան, որովհետև այդ հանդիպումն է, որ մեր կյանքը կփոխի, այդ խոսքն է, որ մեր կյանքը կփոխի, այդ խոսքն է, որի մեջ կա հոգի, որի մեջ կա կյանք, որ Տերը կխոսի ու մեր կյանքը կփոխվի, որ Տերը խոսած Ղազարոսին դուրս արի Ղազարոսը մեռելներից դուրս եկավ։ Եթե 4 օրվա գերեզմանից դուրս եկողը դուրս եկավ, ժողովուրդ ջան, այսօր մենք ինչքան մեծ ողորմություն ենք կրել, որ այսօր Տիրոջ առջև ենք եկել իր անունը փառավորելու, իրանից խոսք լսելու, որպեսզի Տերը խոսա ու մենք լսենք։ Փառք իրան, ժողովուրդ ջան։ Կհուզեմ նախքան պաշտամունքի սկսվելը հիշատակեմ Հռոմի գրքից, կհիշեք բոլորս, երբ որ Բոսը Բեթլեհեմից եկավ, ուսեց, այսպեսի խոսքեր ասեց, ես կուզեմ կարդամ այդ խոսքերը, Տերը ձեզի հետ, հնձողներին ասեց, Տերը ձեզի հետ, և նրանք ասեցին, Տերը քեզ օրհնե, Փառք Տիրոջը, քույրեր եղբայրներ, ու այդ ժամանակ Բոսը հանդիպավ Հռոմին, ինչ մեծ ողորմություն, տեսեք լայս իրականությունը ինչպես էր սարքվել երկնքի ժողովուրդ ջան, որպեսզի Բոսն ու Հռոմը իրար հետ հանդիպում ունենան։ Մեզի ինչպես Աստված իր խոսքի հայտնությունը եկավ, որ մենք հանդիպում ունենանք իր հետ ու մեր կյանքը փոխվի, որպեսզի մենք ժառանգենք այն պահված վայրը, որ երկնքում հավիտենական է, փառք իրան ժողովուրդ ջան։ Երբ որ հանդիպավ տեսավ Հռոմին, ասեց, որինն է այս աղջիկը, ով է։ Եվ իրան պատանիներից մեկը ասեց, թե Նոեմիի հետ եկած աղջիկն է, որ թողեց իր ծնված երկիրը։ Նոեմիի հետ եկավ օտար երկրից եկած աղջիկն է, ու հետաքրքիր է Բոսը այսպես ասեց Հռոմին, հասկ ժողվելու համար ուրիշի արդը չգնաս, ուրիշ տեղ չերտաս, իմ պատանիներից էլ չբաժանվիս, երբ որ ծարավես, այստեղից ջուր կխմես, և գրված է, որ Հռոմը երեսի վրա անգավ, կհիշեք Ռաքելը, երբ որ տեսավ Իսահակին ուխտից իջավ, ինչ խոնարհություն էր, ուխտից իջավ, քողը քաշեց երեսին։ Քույրեր եղբայրներ, այս խոնարհությունն էր, որ պատվական էր Իսահակի համար, այս խոնարհությունն էր, որ պատվական էր Բոսի համար, այն խոնարհությունն էր, որ պատվական էր Դավիթի համար, երբ որ Աբիգան ընկավ Դավիթի առաջ, ասեց, քո ծառադեմ, քու աղախին դեմ, քու ծառաներիդ ոտքերը կլվամ, ինչ պատվական խոնարհություն ժողովուրդ ջան, ու այսօր այս կերպարը Աստված շնորհ ողորմություններ է մեզի համար, որպեսզի մենք էլ այդպես Տիրոջ առաջ եկանք, եւ աղջիկը երեսի վրա անգավ, մինչեւ գերինը երկրպագություն նրանց ասեց, ինչից է, որ ես քո աչքերի առաջին շնորհք կտա եւ դու ինձ ճանաչում ես։ Եվ Բոսի պատասխանը տեսեք ինչն էր, քո հորը եւ մորը ծնած երկիրը թողեցիր ու եկար մի ժողովրդի մեջ, որ չէիր ճանաչում։ Այսօր մենք քույրեր եղբայրներ
թողել ենք այն մեր ծնած երկիրը, մեր աբագանացու ադամական էությունը, եկել ենք մի ադամ ժողովրդի մեջ, մեկ տարածքի մեջ, մեկ ընտանիքի մեջ, որի գլուխը Հիսուսն է, իր անունը փառավորվի, որպեսզի ողորմություն կգտնենք, Իրանից սնվենք, Իրանից խոսք լսենք, Իրան փառավորենք, Իրան վայելենք, ու Պոսսես մոդեցիր ու հացիցը կեր։ Այսօր մենք եկել ենք, որպեսզի քուրեր եղբայրներ մոդենանք ու այդ հացիցը ուտենք, քուրեր եղբայրներ, մարգարոության մեջ այսպիսի խոսք է գրված. Ես որ բերել եմ ծննդյան կետին, ծնել չեմ տա կսե Տերը։ Տերը որ մեզ այստեղ բերել է քուրեր եղբայրներ, ծնել էլ կուտա, մեր երեսը տեսնել էլ կուտա մեր Տիրոջը, իր անունը փառավորվի, ամեն։ Փառք Հիսուսին, եղբայրներ, քույրեր, այսօրվա այս պահի համար կուզեմ Հովանու ավետարանից հիշատակել մի դեպք, եղբայրը բացման խոսքի ժամանակ մի պահ հիշեց եւ կանցնենք առաջ։ Հովանու ավետարան 11-ի մեջ սա Ղազարոսի այդ դեպքն է, բայց շատ կարևոր մտքեր կա, շատ կարևոր բան կա, կուզեմ Տիրոջով սա ձեռնիմ։ Ինչ էր կատարվել։ Մարիամի ու անոր քրոջ Մարտայի գյուղեն Բեթանիայեն Ղազարոս անունով մեկը հիվանդ էր։ Հովանու ավետարան 11։ Բեթանիան մենք գիտենք, որ Երուսաղեմին մոտ է։ Մի քանի կիլոմետր է, 2-3 կիլոմետր հասիվ լինի։ Եվ Ղազարոսը մենք գիտենք դեպքի պատմությունը, բայց մի քանի կարևոր կետեր կա։ Անիգա այն Մարիամն էր, որ Տերը օծեց ու անոր ոտքերը իր մազերով սրբեց, որու եղբայրն էր հիվանդ Ղազարոսը։ Ուստի իր քույրերը մարդ խրգեցին անոր ուսին. Տեր, ահա անիգա, որ դու կսիրես, հիվանդ է։ Հիսուսը երբ լսեց սավ, այս հիվանդությունը մավան համար չէ, հաբա Աստծո փառքի համար։ Մենք գիտենք, չէ, այն ժամանակվա էշտ ու գալը տրանսպորտը շատ դանդաղ էր, ոտքով, մի խոսքով։ Այս լուրջ բերողը, երբ որ Հիսուսին կուկակսե թե Ղազարոսը հիվանդ է, Հիսուսը այդ պահին արդեն իմանա, որ Ղազարոսը մահացել է։ Մոտավորապես մեկ օրվա ճանապարհ էր, որ ինքը եկավ, հասավ Տիրոջը, որտեղ Տերը ուրիշ տեղ կմնար, իշքան Քիշեմ Գալիլեայի մոտակայքը, եւ ասեց այս հիվանդությունը մավան համար չէ, ապա Աստծո փառքի համար, որբիսի Աստծո որդին նրանով փառավորվի։ Հիսուսը կսիրեր Մարթան եւ անոր քույր Ղազարոսը, երբ լսեց թե հիվանդ է, եղած Տերը 2 օր էլ կեցավ։ Այսինքն տարբերություն չկա, որ Հիսուսը 4 օրվա մեռել է հարություն տվե թե 2 օրվա կամ 5 օրվա, դա Աստծո համար նշանակություն չունեցող բան է։ Եվ Տերը մենք մի կսեմ ինչի համար 2 օր էլ կեցավ, անգե հետքը սավ աշակերտներուն։ Երբ ներողություն, երբ լսեց թե հիվանդ է, 2 օր էլ կեցավ, անգե հետքը սավ աշակերտներուն։ Եկեք նորեն Հրեաստան երտանք։ Աշակերտները իրենցին, ռաբի, հերաները հիմա քեզի կփնրեն քարկոծելու համար, նորեն Հրեաստան գերտաս։ Մենք տեղեկացված ենք, որ Հիսուսին երբեմն կուզեին քարկոծեին հերաները, ինքը գրված է, որ անոց միջեն անցավ, գնաց, եւ ինքը այդ պահին Գալիլեա էր։ Աշակերտները սա տեսել էին, որ Տիրոջը հերաները այդ ծրագիրը ունեին սպանելու եւ դրա համար ասեցին, որ նորից դու Հրեաստան կերտաս, իրանք քեզի կձերբակալեն, կբռնեն, սպանեն, քարկոծեն եւ այլն։ Եվ պատասխան ինչ սավ Հիսուսը, պատասխան տվավ Հիսուս, չէ որ օրը 12 ժամ է։ Եթե մեկը ցորե գքալե չի սայի, վասնզի Աստծո լույսը կտեսնե,
Բայց եթե մեկը գիշերը քայլե կսայի, վասնզի իրեն հետ լույս չկա։ Սա հոգևոր իմաստ ունի։ Օրը ցերեկվա ժամ Տերը նկատի ուներ, որ ցերեկը 12 ժամ է։ Բնական է, եթե մարդը ցերեկը կգործե, իրեն հետ լույս կա եւ իր գործերը կենե, բայց հոգևոր իմաստով մենք պիտի հասցնենք մեր հոգևոր գործերը ժամանակի մեջ տեղավորվենք այս ցերեկվա։ Տեսեք, օրը 12 ժամ է, այսինքն ցերեկը 12 ժամ է։ Կյանքը շատ կարճ է։ Կյանքի տևողությունը շատ կարճ է։ Հասցնենք պիտի, որ մեր հոգևոր ընթացքը, կյանքը, գործերը շտկենք Աստծո առաջ, ճիշտ ապրենք Աստծո առաջ, մեղքով չապրենք Աստծո առաջ, հասցնենք լիակատար, ապաշխարած, նորմալ, եւ եթե մեկը գիշերը կքալե, կսե կսահի, որտեւ իրեն հետ լույս չկա, մարդը երբ որ Հիսուս չունի, կնշանակե իր կյանքի մեջ խավար է, լույս չկա։ Բայց փառք Տիրոջը, ժողովուրդ ջան, որ այսօր լույսը հայտնվել է մեր կյանքում եւ մենք ընդունել ենք այդ լույսը մեր կյանքի մեջ, որ կենաց լույսը ասում է ինքն էր, չէ։ Այն բաները ասել են հետո անոնց սա Ղազարոսը մեր բարեկամը քնած է երթան, որպեսզի զանիգա արթնացնեմ։ Իր աշակերտները իհարկե չհասկացան այդ բանը։ Տեր, եթե քնած է, պիտի արթնանա, Հիսուսը անոր մեռնելու համար կսեր, բայց անոնք կկարծեին, թե քնելու մասին կխոսի։ Այն ադեն Հիսուս հայտնապես սավ անոնց Ղազարոսը մեռավ, եւ ես ուրախ եմ ձեզի համար, որ հոն չէի, որ դուք հավատաք, բայց եկեք երթանք անոր։ Ղազարոսը մեռավ, եւ ես ուրախ եմ։ Փորձենք հասկանանք այս խոսքերը։ Ղազարոսը մեռավ եւ ես ուրախ եմ։ Եթե Հիսուսը Ղազարոսի տեղը լիներ, որտեղ որ Ղազարոսը կաբրեր Բեթանիայում, հիվանդության ժամանակ Հիսուսը անկասկած կբժշկեր եւ դա նվազագույն հրաշք կլիներ։ Բայց երբ որ ասեց ես ուրախ եմ, որ հոն չէի, աշակերտների հավատքը ամրապնդելու համար կսեր, որ ես ուրախ եմ, որ հոն չէի, որպեսզի աշակերտները տեսնեին Աստծո փառքը։ Թոմասն էլ սավ մենք էլ երթանք, որպեսզի անոր հետ մեռնենք։ Գիտեին, որ հայրաները պատրաստ էին այդ բանը անելու, եւ երբ որ գնաց գտավ, որ անիկա 4 օրվա քերեզման դրված էր, Բեթանիան Երուսաղեմի մոտ էր 15 ասպարեզի չափ, հայրաններեն շատերը Մարտային ու Մարիամին եկած էին, որպեսզի մխիթարեին իր եղբոր համար, Մարտան լսեց, թե Հիսուսը կուկա զանիկա դիմավորելու գնաց, բայց Մարիամը տան մեջ նստել էր, եւ այստեղ Մարտայի խոսքերը շատ հետաքրքիր է։ Մարտան սավ Հիսուսին, Տեր, եթե հոս լինեիր, իմ եղբայրս չէր մեռնի։ Հավանաբար Մարտան տեղեկություն չուներ, որ Հիսուսը անգամ հերվանց կարող էր բժշկել, որտեղ հայրապետի ծառայի դեպքը մենք կհիշենք, որ հայրապետին սավ հետ մենակ խոսքով սա հերիք է։ Եվ Մարտան հավանաբար ըստ ընձի իմ կարծիքի տեղյակ չէր այս մասին, բայց հետաքրքիր ինչ կսե, գիտեմ, թե հիմա էլ դու ինչ որ խնդրես Աստծմե, Աստված պիտի տա քեզի։ Կարծես թե Հիսուսին կուղորտեր, որ իր եղբոր համար աղոտ կներ, որպեսզի հարություն առնի։ Կարծես թե այս խոսքերը դիք կնշանակե, բայց Հիսուսը սավ քու եղբայրդ հարություն կառնի։ Բայց Մարտան սավ գիտեմ, թե հարության ժամանակը հարություն պիտի առնի։ Հիսուսը սավ ես եմ հարությունն ու կյանքը։ Ան որ ինձի կհավատա, թեև մեռնի պիտի ապրի, եւ ան որ կենտանի է ու ինձի կհավատա, հավիտյան պիտի չմեռնի։ Դու կհավատաս ասոր։ Սավ անոր, այո Տեր, ես հավատացել եմ, որ դու ես Քրիստոսը ասող որդին, որ աշխարհ գալու էիր։ Այսինքն Մարտան ուներ հավատք Հիսուսի նկատմամբ,
որ ինքը Մեսիան է, ինքը Աստծո որդին է, բայց երբ որ իր հավատքը ենթարկվեց փորձության, ինքը չդիմացավ։ Այստեղից մենք կարող ենք մեծ դաս քաղենք։ Կարող է մեր կյանքում, ես չգիտեմ, ինչ դրվագներ լինի, ինչ խնդիրների առաջ կանգնենք, բայց մենք կատարյալ հավատք ունենանք առ Աստված, որ Աստված գրված է չեղածը եղածի պես կենե, չեղածը եղածի պես կենե, եւ երբ որ շարունակությունը շատ էս արագ կանցնիմ ժամանակի պատճառով, ասիգա ասել են վերջը գնաց իր քույրը Մայրամը գաղտու կանչեցելով վարտաբեդը եկել է ու քեզի կկանչե անիգա լսածի պես շուտ մը ելավ ու գնաց անոր Հիսուսը դեռ գյուղը եկած չէր, հապա այնտեղներ ուր Մարտանզինք դիմավորեց հերաները որ անոր հետ տան մեջ նստել էին մխիտարին իրան, երբ տեսան որ Մայրամը շուտ մը ելավ գնաց ինքնալ անոր հետևեն գնաց, խորելով թե գերեզման պիտի էշտա։ Իսկ Մայրամը, երբ Հիսուսի եղած տեղը ասավ, զանիգա տեսավ անոր ոտք ընկավ, սավտեր, եթե դու իմ հոսելայր իմ եղբայրս չեր մեռնի, այսինքն նույն խոսքերը ինչ որ մարտանքս էր։ Հիսուսը երբ տեսավ զանիգա որ կուլար, եւ անոր հետ եղող հերաները, որոնք կուլային իր հոգու մեջ, հառաչեց ու խռովեցավ եւ սավ, ուր դրած եք զանիգա, սին իրեն եկուր, տեր ու տես Հիսուսը լացավ, այստեղ հարց առաջ կուկա, ինչու լացավ, Հիսուսը գիտեր, որ ինքը հարություն պիտի տար, շատ լավ գիտեր, բայց ինչու լացավ Հիսուսը, ես շատ հստակ այդ պատասխանը չունիմ, թե ինչու լացավ, բայց ես այս ձև կմտածեմ, որ կյանքը ինքն էր, կյանքը կագնած էր մարդկանց մեջ, կյանքը կագնած էր մարդկանց մեջ, եւ այդտեղից աշակերտներից բռնած ներառյալ Մարտան ու Մայրամը իրանք այդ հավատքը չունեին, չէին տեսնի, որ կյանքն է ինքը ոչ թե մենակ մարդ էր, ընդամենը Հիսուս, այլ ինքը կյանքն էր, Աստծո որդին, այս չէին տեսնի, սա չէին տեսնի, եւ հավանաբար պատճառներից մեկը դա էր, որ ինքը լաց եղավ, եւ Հիսուս նորեն իր սրդի մեջ հառաչելով գերեզման գնաց, անիգա քարայր մներ ու անոր վրա քարը դրված էր։ Հիսուս սավ մեկտի երեք այդ քարը մեռելի քույրը Մարտան սավ Տեր արդեն հոտած պիտի լինի։ Նոր ինչ կսեր Տեր, հիմի ես կհավատամ վերևի խոսքերի մեջ, ինչ որ խնդրես Աստծմից, Աստված պիտի տա քեզի։ Ու երբ որ ենթարկվավ իր հավատքը փորձության, ինքը չդիմացավ։ Սավ արդեն հոտած է վերջ։ Երբեմն ընձնից սկսած մենք էլ կարող է պահատեսնենք, որ մեր 4 կողմերը 4 բոլորը պատ է, ելք չկա, բայց Աստծո մոտ ելք կա։ Բերեք մենք զինվենք այս հավատքով եւ ինչպես Տերը սավ ես այսօր ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վերջը, այս հավատքով զինվենք եւ հասկանանք, որ բնավ մեզի ինքը չի թողա։ Ինքը մեզ հետ է մինչեւ վերջ։ Մենք ենք որ կթողանք։ Ինքը չի թողա, ինքը հավատարիմ է։ Հիսուս սավ, քեզի չսի, եթե հավատաս Աստծո փառքը պիտի տեսնես։ Այն ադեն մեկտի էր ինքարը Հիսուս իր աշկերը վերցրուց սավ, հայ շնորհակալ եմ քեզ մե որ ինձի լսեցիր։ Ես գիտեի թե ամեն ադեն ինձի կլսես, բայց այս բոլոր դիկս կագնող ժողովրդի համարսի, որբիսի հավատան թե դու ղրգեցիր ինձ, ասիգասել են ետքը մեծ ձայնով կանչեց, սավ հազարոս դուրս եկուր։ Մերենալ հելավ ոտքերն ու ձեռքերը պատանքով կապված եւ երեսը վաշամանկով պատված Հիսուս սավանոր արցագեցեք ու թողեք որ երթա։ Գիտեք, մենք ինչ կտեսնենք, մարդը ոչ թե ընդամենը պիտի հրաշք տեսնի Աստծուն հազարոսին հարություն առած, նայեք, շատ մարդիկ կային տեղ, շատերը տեսան այդ հրաշքը, բայց իրանք տեսան մենակ հրաշք ընդամենը, իսկ հավատքի մարդը կտեսնի Աստծո երած այդ ամենի նշանակությունը, այսինքն Աստծո փառքը, քեզի չսի թե եթե հավատաս, Աստծո փառքը պիտի տեսնես, չի սե հրաշք պիտի տեսնիս, Աստծո փառքը պիտի տեսնիս, եւ դրա
նշանակությունը պետք է հասկանանք, Աստծո փառքը պետք է տեսնենք եւ այդ ձևի Աստված ունենք մենք, իր անունը փառավորվի։ Եվ ես մի տեղ էլ հիշեցնեմ, մի երկու տեղ էլ հիշեցնեմ եւ կավարտեմ 4-րդ թագավորացի մեջ մենք այս պատմությունն էլ լավ գիտենք 4-րդ թագավորաց 6-րդ 6-ի մեջ 8-ից մինչև 23 խոսքը, բայց ես կտան չեմ կարդա, ընդամենը մի երկու համար կհիշադակեմ, բառացի կսեմ։ Ինչ դեպքեր տեղի ունեցել ստեղ։ Ասորեստանը հարձակվել էր Իսրայելի վրա։ Ասորեստանի բանակը Իսրայելի վրա էր հարձակվել։ Ասորեստանի բանակը շրջապատել էր Իսրայելը Եղիսեի ժամանակ, Եղիսե մարգարեի ժամանակ։ Եվ 14 խոսքից սկսե թագավորը, այսինքն Ասորեստանի թագավորը ձիեր, կարկեր, բազմաթիվ զորքեր խրգեց հոն, որոնք գիշերով գնացին եւ քաղաքը պաշարեցին, շրջապատին, որտեղ որ Եղիսեն կմնար եւ Եղիսեի հետ Եղիսեի ծառան նաեւ։ Աստծո մարդու ծառան առավոտ կանուխ ելավ, դուրս գնաց եւ ահա զորքեր, ձիեր, կարկեր քաղաքը պաշարել էին ու ծառան տիրոջը սավ. Տերիմ, ինչ ենք։ Ինչ ենք։ Ելք չկա, ինքը այդ աչքով կտեսնիշ, պաշարել էին, շրջապատված էր ամեն բան եւ աներանելի մի հատ վիճակ էր։ Ինչ ենք, բայց մարգարեն ինչ կսե, մի վախենա։ Մի շփոթվի, մի վախենա։ Էլի կսեմ, սիկ բոլորիս համար է, սիկ այս խոսքերը բոլորիս կվերաբերվի, ընձի ու քեզի։ Երբ որ 4 կողմը կա սենք աներանելի վիճակ, շրջափակում, կկարծես թե առաջի հայացքով ելք չկա, բայց ելք կա։ Աստված կսե մի վախենա, ես քեզի հետ եմ։ Որքանով մենք տեղ կուտանք այս խոսքին, որքանով մենք կհավատանք եւ սավ քանզի մեզի հետ եղողները անոնց հետ եղողներ են, շատ են, եւ ինչ կսե, Եղիսեն աղոտ կերավ սավ, Տեր, ասոր աշկերը բաց, որբիսի տեսնե, Տերը ծառայի աշկերը բացեց եւ տեսավ, որ ահա լեռների 4 կողմը ձիերով, կարկերով լեցուն էր, այսինքն Աստծո հրեշտակների բանակը, երբ որ ինքը դիք տեսավ, հոգևոր աշկերով տեսավ, բացվավ հոգևոր աշկերը, տեսավ դիք, նոր սիրտը տեղ ընկավ։ Սա մեզ էլ հեշտ բան չի պատահի։ Մենք այսօր, նայեք, ես գիտեք ինչ հիշեցի, Եբրայեցիս թղթի մեջ այս ծևի համար կա։ Եբրայեցիս 1:14 Այդ նույն հրեշտակները ուղարկված են, կարդամ ավելի լավ, չէ որ հրեշտակները, սա մեր ժամանակահատվածի մասին կխոսա, չէ որ հրեշտակները սպասավորվող հոգիներ են, որոնք սպասավորության կղրգվին անոնց համար, որ փրկություն պիտի ժառանգեն։ Կպատկերացնեք, այսինքն հրեշտակներն էլ Աստված կուղարկե ընձի ու քեզի համար սպասավորություն ենելու սպեսած։ Կպատկերացնեք, Եղիսենը սավ Տեր կխնդրեմ իր աչքերը բաց տեսնի եւ տեսավ Աստծո բանակը։ Սիրտը տեղ ընկավ, սավ մեզ էլ հեշտ բան չի պատահի։ Հիմի մենք էլ Աստծո հրեշտակներով, Աստված հրեշտակներ կուղարկի այն մարդկանց համար, որոնք իր փրկություն պիտի ժառանգեն։ Իրանց վերջը շատ անգամ մենք կսենք այս բանը չեղավ, չստացավ, չգնաց իստեղ մախսուս այդ ձև Աստված կենե, որբիսի չեշտած փորձանքի չհանդեպիս եւ այլն, տարբեր բաներ, ինչեւէ։ Տերը օրհնե մեզի։ Մի համար էլ կարդամ ծննդոցից եւ կանք Տիրոջ առաջ, ուրեմն ծննդոց սա այն դեպքն է, որ իրանք Մովսեսը առաջնորդեց ժողովրդին եւ դուրս եկան Եգիպտոսից, հասան այն տեղը, որտեղ որ դիմացը ծով էր։ Երբ փարավոնը մոտեցավ, այսինքն դիմացը ծով էր, կանգնան, փարավոնը զորքով հետևից կուկա եւ Իսրայելի ոչները իրենց աչքերը վերցրին, տեսան
եգիպտացիները, որոնք իրենց հետևեն կուկային ու խիստ վախեցան ու Իսրայելի որդիներին աղաղագեցին Տիրոջը ուսին Մովսեսին, Եգիպտոսի մեջ քերեզման չլալու համար մեզ անապատի մեջ մեռնելու բերել ես։ Ինչ է այս քու ըրածդ, որ Եգիպտոսեն հանեցիր, այս չէր այն խոսքը, որ քեզի ասենք Եգիպտոսի մեջ թող դուր մեզի, որ եգիպտացիներին ծառայություն ունենք, քանզի ավելի աղեկ է մեզ հոս ծառայություն անել, քան թե անապատի մեջ մեռնել։ Սիգի այդ մարդկանց տեսածներ, այս կտեսնեին, եւ կարող է եւ ես է դերերնեի, ես է ծեր մտածեի։ Դիմացը ծով է, դեպը թշնամին կուկա եւ հարցերը կլուծե, բայց հավատքի մարդ ուրիշ բան կտեսնի։ Եվ Մովսեսը ժողովրդին սավ մի վախենակ, ինչպես Եղիսեն ծառային սավ մի վախեցի, ստեղ է կսեմ մի վախենա, մի պանիկայի մեջ մի կընկեք, մի կշպոտվեք։ Եթե Աստված մեզի հետ է, վախենալու կարիք չկա։ Վախենալու ընդհանրապես կարիք չկա։ Սպասեք ու տեսեք Տիրոջ փրկությունը, որ այսօր պիտի անե ձեզի։ Վազնզի այսօրվա ձեր տեսած եգիպտացիները հավիտյան պիտի չտեսնիք։ Եվ Տեր այդ հրաշքը վերավ, մենք լավ գիտենք այդ պատմությունը։ Աստված օրհնե բոլորիս, ժողովուրդ ջան, որ այս տեսիլքը ունենանք մեր կյանքում, այս հավատքը ունենանք մեր կյանքում, հաստատ համոզված եղնենք, որ ցանկացած իրավիճակի մեջ ինչ էլ մեզ հետ կատարվի, նախապես Տերը տեղյակ է։ Այս հավատքը ունենանք եւ իրան հանձնվենք, իր անունը փառավորվի։ Ամեն։ Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներ։ Թող զորանան իրոք տգար ծունկերը, ծալվող ձեռքերը, թող զորանան Աստծո, սիրելիներ։ Մենք այդ ուրախության մեջ ենք հավաքվել, որ Տերը գիտե ամենքից ներսը, Տերը գիտե ինչ վիճակով ենք եկել, բայց նաև այն հավատքով ենք եկել, որ այստեղ պետք է լսենք խոսք, որը կարող է մեր ներսը փոխել, սիրելիներ։ Ու սրտանց, երբ որ ապավինում ես այդ խոսքին, թույլ ես տալիս, որ Տերը իր խոսքով գործ է մեր կյանքի մեջ, Տիրոջ գործը կհաջողվի մեզանում, սիրելիներ։ Ես հավատում եմ, բոլորիս փափագն է սա, ինչպես երջերուն ջրի վտակներին է փափագում, մենք այդ Տիրոջ ծրաններում նրա խոսքին ենք փափագում ու կարոտով եկել ենք։ Ու նաև լավ կլինի, որ ամենքի սրտի մեջ այդ աղոթքը բարձրանա, որ այն բոլոր խանգարող մտքերը թողնանք, ծանրությունները թողնանք, սիրելիներ, ու նայենք Տիրոջը եւ իր խոսքին։ Ես պետք է շարունակեմ եղբայրների խոսքը, եւ Կարուշ եղբոր, եւ Պավլիկ եղբոր։ Կուզեմ շարունակել, մի փոքր կանգ առնենք Հովանու ավետարան 11-րդ գլուխ, Կարուշ եղբայրը մանրամասն խոսած, բացատրեց։ Ես ուղղակի մի համարի վրա եմ ուզում կանգ առնել, 20-րդ խոսքն է, 25-րդ, որտեղ ասում էր. Երբ որ Տերը եկավ, Մարտան առաջինը եկավ գյուղի մոտ ու ասում էր, եթե այստեղ եղների եղբայրը չէր մեռնի, ու Տերը ինչ էր ասում, քո եղբայրը հարություն կառնե, Մարտան նրան ասեց, գիտեմ, որ հարություն կառնե, հարությունում է, հետի նորում է։ Եվ տեսեք, այստեղ 25-րդ խոսքում կարևոր խոսք սվավ, որն է ասում է ես եմ հարությունը եւ կյանքը։ Ինձ հավատացողը թե մեռներ կապրի։ Հիմա սիրելիներ, Տերը չասեց թե մենակ հարությունը։ Եվ Մարտան ասում էր, Մարիամն էլ որ եկավ, ասում է ես գիտեմ, որ հարություն պետք է առնի։ Իրանք հարությանը հավատում էին, բայց Տերը չասեց հարությունն է մեզ մենակ։ Ինչ ասեց, ասեց հարությունը եւ կյանքը։ Այսինքն, սիրելիներ, գիտեք, մեր շատերի հավատքը գուցե եւ չգիտեմ, կարող ենք ամեն մեկս քննենք։ Մենք ինչքան ենք հավատում, առաջի մասին ենք հավատում հարությանը, թե երկուսին էլ արդեն հավատում ենք։ Կյանքի այդ հայտնությունը, որ Աստծո խոսքի միջով եկել է, հավատքով սկսվել է,
Ինքը պետք է այդ աճը ունենա, հասնի այնտեղ, որ վերջ կյանքին հավատաս, որ կյանքը Քրիստոսի մեջ է, դու հաղորդակցվես, լցվես։ Հիմա երբ որ Տերը լաց եղավ, ես եմ այդպես մտածում, եղբոր ասածի պես։ Ես մտածում եմ, գիտեք, ասեմ, իրանք հավատում էին հարությանը, հավատում էին Աստծո խոսքին, բայց այդ հավատքը աճի ճանապարհ չէր անցել կան, որ կյանքին էին հավատալ։ Գիտեք ինչի։ Ասեմ, այդպես եմ մտածում, որտեվ եթե այդ հավատքի ճանապարհով գնում ես սիրելիս, ասենք հարությունը կա, կյանքն էլ կա, բայց եթե կիսատ է, ուրեմն սկիզբը մենակ կարծես արտաքինի վրա, արտաքին երևացող բաների վրա է։ Հոգու աշխարհի մեջ ինչ է կատարվում։ Սա արդեն այդ խոսքը, որ ընկել է քո մեջ, ինքը պետք է հասունանա։ Ինքը պետք է բարձրանա ու հասցնի քեզի։ Այսօր ես գիտեմ, եկել ենք, դրդմած ենք, չգիտեմ, վշտեր կան, ցավեր կան, նեղություններ կան։ Բայց մեր ուրախությունը Աստծո մեջ է, սիրելիներ։ Այն չէ, որ մենակ հիմա պետք է 2 ժամ նստենք Տիրոջը վայելենք գնանք, այլ այդ ուրախությունը մեր մեջ արդեն իսկ դրված է։ Հիմա այդ ուրախությունը որ կա, ինքը պետք է շարունակություն էլ ունենա։ Այստեղ Տերը շատ խորը տեսնում էր, որ շատերը չէին հավատում։ Իսկ շատերն էլ այդ ողբը, այդ ամեն ինչը, այդ ցավը, որ իրանք այդ ցավը կրում էին, լաց լինելով այդ նեղվածության մեջ, իրանք այն մյուս կողմը չէին տեսնում, սիրելիներ։ Բայց մեր կյանքերի մեջ գիտեք ինչքան օրինակներ է եղել, որ մարդը հարազատին կորցրել է ու մխիթարիչ հոգին ենքան, այնպես է մխիթար է, որ տեսնելով զարմացել ենք։ Այդ մխիթարությունը ինչու՞մն է կայացել, որ կյանքը այստեղով չի վերջացել, սիրելիներ, կյանքը Քրիստոսի մեջ է, որ ասեց հարությունը կյանքը առանց Ղազարոսի հարությանն էլ քույրերը պետք է ուրախությունով ու մխիթարությունով արդեն իսկ լցվեին։ Եվ սա սիրելիներ ունի սկիզբ, գիտեք, ունի սկիզբ, որտեղից է սկսվել, որ ասենք հարությանը սկսում ենք հավատալ եւ ճանապարհը գնալով պետք է հասնենք նաեւ կյանքին։ Այդ կյանքի հայտնությունը մեր մեջ եղնի։ Այդ նորից հետ դառնանք Հռութի գիրքը, որ Պավլիկ եղբայրը խոսած, նայեք, մենք գիտենք Հռութի պատմությունը շատ լավ, որ օտար ազգի աղջիկ էր, բայց իր սրտի մեջ որոշում էր կայացրել, որ Նոեմի կեսրոջ հետ պետք է գնա։ Ու գիտենք չէ ինչ խոսքեր ասում Հռութը։ Այս խոսքերի մեջ իր ամբողջ ներսի մտածմունքներ, ներսի ապրումներն էին։ Իր սրտի որոշումն էր, որը տեղից հետար չկա։ Ինքը այդ վերցրել է այդ ճանապարհը, ինքը այդպես պետք է գնա։ Ինքը ուրիշ վիճակ չէր էլ ուզում իր համար։ Երիտասարդ աղջիկ, որ կարող էր մնալ իր ազգի մեջ, ամուսնանալու հարց լուծեր, իր հարազատ շրջապատի մեջ, իր երկրի մեջ։ Ինքը ընտրություն կատարեց, սիրելիներ։ Ու իր որոշումը, սիրելիներ։ Իր որոշումը, սիրելիներ, այնպես էր, որ ինքը հետ դառնալու միտք չուներ այդտեղից։ Ու իր կյանքի մեջ թեկուս երիտասարդ սիրելիներ, այսօր մենք էլ ենք որոշում կայացրել, նայեք, այդ որոշումը մեր ամենքի կյանքի մեջ հավատքը բացվել է, հավատքը եկել է, հայտնությունն եկել է, սա մի փոքր պահան է մեր կյանքի մեջ։ Մեր հոգու աշխարհը այնքան խառը բաներով լցված է, բայց մեր սրտի մեջ այդ որոշումը ընկել է։ Բայց այդ որոշումը ինքը լե շատ փոքր տեղ է գրավել, գիտեք, ասենք հավատքը եկել է, ընտրությունը կատարվել է, բացվել է, բայց ինքը գնալով ճանաչողությունը պետք է ավելանա, որ մեզի հաստատե։ Մեզի, մենք երգում ենք, թող զորանան տգար ծունգերը, թուլծած ձեռքերը, հայտնությունը եկել է, ուրախությունն եկել է, բայց ինքը պետք է ճանապարհ անցնի, որ իրոք զորանա։ Այդ զորանալը ինչպես պետք է անի։ Տիրոջը ապավինելով, վստահելով։ Ու գիտեք, երբ որ Հռութը ասում էր, Նոեմին ասում էր, ինձ ասում է մի ստիպիր, քեզի թողնամ, նայեք այս խոսքեր, ես ոչ թե մտածում եմ Հռութը սկեսրոջն էր ասում, Նոեմին, այլ կարծես ինքը Աստծու հետ էր զրուցում։
Կարծես իր սիրտը Տիրոջ առաջ ներբաց է, գիտեք, որի հայտնությունը եկել էր իր կյանքի մեջ, ու ասում էր, ինձ մի ստիպիր, քեզի թողնամ, քեզանից հետ դառնամ, որովհետև ուր գնաս, գնալու եմ, այսպես պետք է անի մեր ներսի որոշումը։ Ուր գնաս, Տեր ջան, ուր տանես, գալու եմ քո հետևից։ Ինչ է լինի, մնալու եմ քո ներկայության մեջ, որտեղ այդ հայտնությունը իմ կյանքում բացել է, որ աշխարհը ունայն է, ամեն բան աշխարհի մեջ ունայն է, այնտեղ փնտրելու կամ այնտեղից ուրախություն այլևս երիտասարդ աղջիկը չէր պատկերացնում, սիրելիներ։ Ու երանի նրան, ով որ այս որոշումը իր սրտի մեջ ունի, ասում էր, ուր գնաս գնալու եմ, ուր մնաս մնալու եմ, քո ժողովուրդը իմ ժողովուրդն է, քո Աստվածը իմ Աստվածն է, ես սրանից ենքոն բան չունեմ մտածելու։ Վերջնական որոշում, ամեն ինչ թողնալու որոշում, սիրելիներ, շատ անգամ այս որոշման դեմ շատ պատերազմներ կրնայեն մեր մեջ։ Մենք մտածենք, ճիշտ երեցինք, որ ընտրեցինք։ Նեդեր կուկան, քամիներ կուկան, վստահությունը կուզե տանի քո միջից, ինչպես ասում է Հովանու 10:10, գողը չի գալիս, այլ գողանա, սպանե, կորսնցնե, հավատքդ գողանա, բայց դու մի հատ հայտնություն ես առել, որ երբևիցե որևիցե մի բանի հետ այլևս ինքը փոխելու չէ, սիրելիս, հաստատ է այս որոշումը, հաստատ է այս կյանքը, հաստատիր նաև քո ընտրությունը, մի վարանիր աջ ու ձախ, եթե նեղության մեջ ես, աղոտ կարա, խնդրիր, ես հիմա մի տեղ է կկարտամ դրա համար, այստեղ ասում էր Նոեմիրին, որ մեռնես, ես էլ կմեռնեմ, այնտեղ կթաղվեմ, Տերը ինձ այսպես սրանից ավելի անի, որ ինձ քեզանից մահը պետք է բաժանե։ Եվ երբ որ Նոեմին տեսա, որ նա հաստատ ուզում է իր հետ գնալ, այլևս չխոսեց նրա հետ։ Հիմա եկան, սիրելիներ, որոշվավ, ինքը Նոեմիի հետ եկավ։ Ու երբ որ Պողոսը տեսավ ես, գիտեք ինչ մի հատ հետաքրքիր լավ այդպես խոսք սվավ Հռութին, որ Հռութն է իր այդ որոշման մեջ, գուցե եւ եկել էր նոր Բեթլեհեմ էր եկել, ինքը չգիտեր Բեթլեհեմը, չգիտեր Հուդայի մարդկանց, այդ վիճակի մեջ էին, անպայման մի բան պետք է անեն, շատ աղքատ են, չէ, հելել էր, քննացել էր արտերը, որ այդ բաներից կարի հավաք է, կարի հնձի ժամանակ էր, որ մի բան, մի պատար հացի համար, դժվարություններ կային, չէ, հիմա իրա ներսը ինչ-որ ապրումներ կային, թե չէ, լավ է, ամեն ինչ լավ է, այդ վստահությունը Աստծո վրա տեսեք ուր բերավ, Պողոսը ինչ խոսք ուղեց իրան, ասեց, եւ Պողոսը պատասխանեց նրան, քո մարդը մեռնելուց հետո դու ինչպես որ կեսրի դարել ես բոլորն էլ պատմել են ինձ։ Եվ թե ինչպես քո հորը մորը ծնած երկիրը թողեցիր եւ եկար այն ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում, մենք է չենք ճանաչում, գիտեք։ Մենք է չդիենք, բայց այսօր հայտնությունը մեզի բերել է Տիրոջ ոտքերի մոտ։ Ու ասում է քո գործքի փոխարենը Տերը հադուցանե, քո վարձքը Իսրայելի Տեր Աստծո կողման է, առատապես տրվի, որովհետև դու եկար, որ նրա թևերի տակ ապաստանարան գտնես։ Ուր ես եկել դու։ Դու եկել ես նրա թևերի տակ ապաստանարան գտնելու, տեղ գտնելու։ Հովանու ավետարան 6:37 խոսքն ասում է իր մոտ եկողին ինքը դուրս չի անի։ Դու որ եկել ես, Տերը իր թևերը բաց է քեզի ընդունել է, գրքի մեջ է առել ու ամեն ինչ անելու է, որ քո ներսը հաստատվի, որ հավատքը կենտանի դառնա, ոչ թե մենակ հարությունով բավարարվենք, սիրելիներ, այդ հարությունն էլ բավարար չէ։ Եթե չլինի նա, մեզի հարությունն էլ բավարար չէ ու պետք էլ չէ։ Շատերս կսենք, եթե Հիսուսը կյանքը, եթե ճանաչում ես կյանքին, դու իրան կուզես, հարության մասին չես էլ մտածի, սիրելիս, դու նրան կուզես։ Եվ Առագաս գրքի մեջ 3-րդ գլխում ինչ է ասում, նա կենաց ծառ է նրանց համար, որ բռնել են նրան, Հռութը բռնել էր նրան, և նա իրան պինդ բռնողին երջանիկ կանե, ինչու շեշտում է, պինդ բռնողի հարց կա, պինդ բռնելու, այսօր մի թեթև բանից կրնա վնասվես, նեղություն, բայց ուր ես ուղղել հայացքդ,
Ես այդ նեղության համար մի հատ օրինակ ասեմ, սիրելիներ, առաջի թագավորաց գրքի մեջ, երբ որ գիտենք Աննայի պատմությունը, ասում է մի հատ մարդ կար, Եղկանա անունով երկուքին ուներ, Աննան ու Փենանան, Փենանան զավակ ուներ, Աննան չուներ, եւ Փենանան ասում է նրա նախանձորդը Փենանան գրգռում էր նրան, վշտացնում, որովհետև Տերը փակել էր նրա արգանդը։ Եվ այնպես էր անում տարուստարի Տիրոջ տունը գնալիս, տեսեք, անընդհատ նախանձորդը վշտացնում էր։ Աննայի վիճակը պատկերացնում ենք, չէ, տեսնում ենք, չէ, անընդհատ այդ Փենանայի կողմից հալածանք ու ինքը նեղվում էր, խիստ նեղվում էր, տրտմությունը պատել էր, բայց ինչ էր անում Աննան, գիտեք, ինչ էր անում։ Նույնիսկ տեսեք շարունակությունն է կարդամ, եւ այնպես էր անում տարուստարի Տիրոջ տունը գնալուց, Փենանան էլ նույնպես վշտացնում էր եւ նա լաց էր լինում, չէր ուտում մարդը, Եղկանան նրան ասեց. Աննա, ինչու ես լաց լինում, ինչու չես ուտում, ինչու համար սիրտդ այդպես տրտում է։ Միթե ես քեզ համար 10 որդիցը լավ չեմ։ Աննան վեր կացավ սելովի մեջ, նայեք, նույնիսկ մարդու հետ իր սիրելը, վերջը բարձրացնելը, այդ իրան չէր բանան, ներսը չէր լցնում։ Ինքը կարիք ուներ։ Ու ինչ արեց Աննան։ Եվ Աննան վեր կացավ սելով մեջ, ուտել խմելուց հետո, հեղի քահանան Տիրոջ տաճարի սեմի մոտ մի աթոռի վրա նստել է, եւ նա աղոտ կարավ տրտմալից հոգիով դեպի Տերը եւ շատ լաց եղավ։ Ինչ արեց Աննան, սիրելիներ։ Իր սրտի այդ ցավի տառապանքի մեջ ինքը գիտեր որտեղ պետք է դիմեր։ Ինքը գիտեր այդ նեղության համար, այդ վշտի համար, ինքը գիտեր Աստծուն, հավատք ուներ իր մեջ, որ այդտեղ պետք է դիմի։ Այսինքն իր դիմելու տեղը, սիրելիներ, մեր այսօր մեր աշկերի առաջել է, գիտեք, որ մենք էլ մեր նեղության վշտի մեջ Տիրոջը գանք։ Մենք ուրիշ տեղ չունենք էլ դիմելու։ Ու գիտեք ինչ էր, հավատքի մարդ էր Աննան։ Հավատք ուներ, չէ՞։ Բա ինչի, եթե հավատք չունենար, այդտեղ կուկար, այդտեղ կդիմեր, եւ եթե այդ հավատքը իր տեղը չեղներ, հələ մի բաներ կասեր, որ եթե ինձ զավակ տաս, արու զավակ տաս, պետք է վեճ տամ Տիրոջը։ Եթե չհավատար, ու իր սիրտը, սիրելիներ, բացել էր Աստծո առաջ, այսօր մենք շատ տրտմությունների մեջ չգիտենք, ում դիմենք։ Տիրոջը դիմենք, թե լավ է դե, բայց Տիրոջը դիմիր, սիրելիս։ Եթե դու այդ վիշտը պատել է, նեղությունը, ոտքերը թուլացել են, ծալվում են ծնկները, ձեռքերը չի բարձրանում, Տիրոջը դիմիր, դու ուրիշ տեղ չունես էլ դիմելու, որտեղ արդեն իսկ քո կյանքի մեջ այդ հայտնությունը եկել է։ Ոչինչ որ այդ հայտնության չափը այսօր տկարես, քիչ է, բայց ամուր բռնե, հաստատվի, որ իրան բռնողի համար փրկություն պետք է դառնա Աստված։ Կենա ծառ է ինքը, պինդ բռնե, որ կյանքին հասցնե քեզի։ Նեղությունները կլինեն, բայց ինքը մեզի հետ է։ Եվ Աննան, գիտեք, չէ, աղոթք էր անում ու հեղին, որ փորձառու քահանա էր, նայում էր Աննայի շուրթերին, մտածում էր, թե գինով ծած է։ Հեղին նրան ասեց. «Մինչև երբ պիտի հարպածություն անես, գինովությունը թող»։ Աննան պատասխանեց, ասեց. «Ոչ, Տեր իմ, ես վշտացած սրտով մի կին եմ, գինի կամ ցկի խմած չեմ, այլ իմ սիրտը բացել եմ Տիրոջ առաջին»։ Բաց քո սիրտը քո Տիրոջ առաջին, սիրելիս։ Ինքը լսում է, ինքը տեսնում է, դու եկել ես քո սրտի խնդիրներդ, դժվարություններդ, կարելի ասել նաև անհավատությունդ հայտնի դարձնես իրան։ Տեսնում ես, որ այդ ամենը հետևանք է նրա քո մեջ լինելու պակասությունից, նրա խոսքը քո մեջ բարձր չլինելու պատճառից են այդ ամենը գոյացել, սիրելիներ։ Դրա համար ինչ անենք, ընկնենք Տիրոջ ոտքերը, խնդրենք, թող Տերը ողորմություն ունենա, Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, Աստված օրհնի ամեն մեկիս։ Ուղղակի կուզեմ անդրադառնալ հետևյալին, մենք բազում անգամ սա մասին խոսում ենք։ Մենք այստեղ ենք, որտեղ հավատում ենք, որ Հիսուս ասել է, որտեղ Հիսուս մեզ համար իր կյանքն է տվել, հավատում ենք, որ կյանքը իր մեջ է։
Բայց ուղղակի կուզեմ, որպես այսօր նաև նայենք հետևյալը։ Եբրայեցիս 11-րդ գլխի մեջ, երբ որ մենք կարդում ենք 6 համար, այս բազում անգամ այս համարը քարոզվել է։ Նորից կուզեմ անդրադառնալ մի երկու մտքի այստեղից 11-6 համարի մեջ գրված է, բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել Աստծուն, որտեղ Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա եւ թե իրեն խնդրողներին վարձատրույս կլինի։ Եղբայրներ, քույրեր, հավատքի վրայով հուտան հետևյալն էր ասում, բայց դուք սնունդ ձեր անձերը ամենասուրբ հավատքի վրա շինեցեք։ Եվ հետաքրքիր է, Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը, որ ասում էր, արդյոք կամ երկյուրա հավատ կգտնան։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, այսօր չկա հորից է մեկ անձնարություն, որը չի հավատում Աստծո գոյությանը։ Մեծ մասը երկրակնդի վրա հավատում են, որ Աստված կա։ Բայց հավատքի անկյունակարը ո՞րն է։ Այսօր ամեն մեկ անձնարություն ունի իրեն կյանքի մեջ հավատքի անկյունակար։ Հիշեք Հովհաննես ավետարանի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը խոսում էր հրեաների հետ եւ ինչ էր ասում հրեաներին։ Կարդամ մեր ամեն մեկի համար։ Գրված է մեր ամեն մեկի վրայով։ Ուղղակի կուզեմ, որ ես եւ դու սա կարողանանք տեսնել։ Հովհաննես ավետարան 5-րդ գլխի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը կարդում է, ասում է 40 համարից հետեւյալ տողերը. «Եվ դուք չեք կամոնում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք»։ Ես մարդկանցից փառք չեմ առնում, բայց ճանաչում եմ ձեզ, որ Աստծո սերը չունիք ձեր անձերում։ Շարունակության մեջ գրված է. «Ինչպես կարող եք դուք հավատալ, որ իրարից փառք եք առնում, եւ այն փառքը, որ միայն Աստվածանից է, չեք որոնում»։ Այսօր հարցը ուղղված է ինձ եւ քեզ։ Որն է իմ հավատքի անկյունակարը։ Ինչն եմ ես հավատում։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, եւս մեկ համար ուզում եմ մեջ բերում անել Սուրբ գրքի մեջ, ուշադրություն դարձեք ինքը ամենակալ Աստված այսօր ուզում է պարզ մեր ամեն մեկ հետ խոսել եւ շտկել մեր ամեն մեկի հավատքը, որ հավատանք, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Բազում անգամ խոսվել է այդ մասին։ Մատթեոս ավետարան 28-րդ գլուխ 20 համարի մեջ Տեր Հիսուս Քրիստոս ինչ էր ասում։ Միջև աշխարհի վերջ ես ձեզ հետ եմ։ Մի հարց եմ տալիս, ինչ չափով ենք հավատում այս խոսքերին։ Հավատում ենք, որ Աստված միջև աշխարհի վերջ մեզ հետ է։ Եթե Աստված ինձ հետ է, ես ինչ կերպ եմ ապրում։ Սուրբ Հոգին եկել է իմ մեջ եւ ինքը ամեն բան գիտի։ Մենք ինչ ենք մտածում, ինչ ենք խորում։ Կամ երբ որ մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ, այս համարը վերջնամասում գրված է, եւ թե իրեն խնդրողներին վարձատրույս կլինի, որն այսօր մեր վարձքը։ Հիշում եք, Մատթեոս ներողություն, Հովհաննես ավետարան 16-րդ գլուխ 24 համարի մեջ Տեր Հիսուս Քրիստոս սա էր ասում. «Մինչև հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք, խնդրեցեք եւ կտրվի, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի»։ Ուղղակի հարց եմ տալիս մեզ ամեն մեկից. ինչ ուրախություն ունենք, որ մինչև առեսօր կա մեր կյանքի մեջ։ Այն ինչ որ Աստված մեր կյանքի մեջ ողորմություն արել, այդ պահին մենք ուրախացել ենք, կարող է որոշ ժամանակ հատված հետո այդ ուրախությունը նորից անցել է։ Կուզեմ մեջ բերում անել հետևյալը, այս որից է մեկին նկատի ունեմ, բայց կուզեմ, որպեսզի ամեն մեկը սա տեսնենք։ 44 օրվա պատերազմի ժամանակ ծնողների աղոթքը, որ Աստված ողորմություն աներ զավակներին ողջ առողջ հետ վերադարձնել։ Հարց եմ տալիս, ծնող, երբ որ զավակը եկավ, ինչքան էր ուրախացը։ Բայց հարցիս հետևյալը, 10 օր հետո այդ ուրախությունը կար թե չկար։ Այսօր քույրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի կուզեմ, որ ես եւ դու կարողանանք ամբողջ սրտով հավատալ, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Եվ կուզեմ, որպեսզի այսօր լուրջ ուշադրություն դարձնենք ու այդ ասում մենք լուրջ ծառայենք։ Եվ այս վերջերս շատ անգամ խոսվել է այս մասին։ Հեսուի գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք 24-ի 19 համարում, Հեսուն հետևյալն էր ասում, գրված է. «Եվ Հեսուն ժողովրդին ասաց. դուք չեք կարող Եհովային պաշտել, որովհետև նա սուրբ Աստված է, նա նախանձով Աստված է, ձեր հանցանքները ու ձեր մեղքերը չի ներվել»։ Ինչու համար այսօր մարդը չի կարող ասում պաշտել, որն է բուն պատճառը։ Ուղղակի կուզեմ, որ ես եւ դու տեսնենք մեր պաշտամունքը ինչքանով են տունել ամենակալ Տիրոջը։
Եսայի մարգարության մեջ, երբ որ մենք կարդում ենք առաջի գլուխ ուշադրություն դարձեք ինչ է գրված։ Մարդիկ, որոնք որ գալիս էին ասու առաջին աղաղակում էին, ասում փառք են տալիս, բայց հետաքրքիր Աստված ինչ ասում։ Եսայի մարգարություն առաջի գլուխ 11 համարից եմ կարդում։ Ինչ պետք է ինձ ձեր զոհերի շատություն ասում է Տերը։ Ես կշտացել եմ խորի ողջակեզներիցը։ Եվ պարարտների ճարպերիցը, զվարակների ու ոչխարների, նոխազների արունը չեմ ախորժում։ Երբ որ գալիս եք իմ երեսը տեսնելու, տո ով է պանջում ձեր ցերկերից կողոտել իմ սրաները։ Այլևս ունենան ընծաներ միք բերեք։ Ձեր խունկ ինձ համար պիղծ է։ Ամսակլուխներին, շապատներին, ժողովներին գումալես չեմ տանել, անօրություն եւ տնախմբություն։ Ձեր ամսակլուխներից եւ տոներից զզվել իմ հոգիս։ Նրանք ինձ վրա բեռն, հոգնել եմ տանելուց։ Երբ դուք ձեր ցերկերը տարածելից, ես աշկերտս ծածկում եմ ձեզանից։ Նաեւ երբ որ աղոթքը շատացնում եք, ես չեմ լսում։ Ձեր ցերկերը լիքն են հայրենը։ Մի կուզեմ, որպես այսօր իմ եւ քո աղոթքը հասանելի լինի Տիրոջը։ Ուզում եմ, որպեսզի իրոք ամենակալ Աստված կարողանա մեր պաշտամունքը ընդունել։ Կային ապել է, որ մենք նայում ենք երկու եղբայր։ Քուրս չան, եղբայրներ չան։ Ես շատ անգամ մտածել եմ այս մասին, տարբեր տեղեր նայել, որից մեկտեղ չեմ գտել, որ Կայանը եւ Ապել իրար հետ խնդիր են ունեցել։ Իրենց խնդիր առաջացավ ինչու՞ց։ Որն է խնդրի հիմքը։ Փառքը։ Ապելի համար փառքը ամենակալ Աստված էր։ Ու նպատակը ասում հաճանալ էր։ Աստծո հետ ապրելն էր։ Ուշադրություն դարձրեք 4-րդ գլուխ, երբ որ կարդում ենք Ծննդոց գրքի մեջ, գրված է հետևյալ միտքը. ամենակալ Աստված չնայեց Կայանի կամ Աբելի ընծային, այսպես է գրված։ 4 համարից եմ կարդում։ Եվ Յովան Հաբելին եւ նրա ընծային մտիկ արավ, բայց Կայանին եւ նրա ընծային մտիկ չարավ։ Երկուսն է եկել էին Տիրոջ առաջին, երկուսն էլ երկրպագություն էին անում։ Երկուսն էլ զոհ են մատուցում։ Հետաքրքիր է, ինչի Կայանը չընդունվեց, որովհետև Կայանի հավատքի անկյունակարը Աստված չէր։ Գիշեք 73-րդ Սամոս ես միշտ օրինակ եմ բերում Ասափի վրայով, Ասափը սկզբնական վիճակի մեջ ինչն էր իրեն անկյունակարը, ինքը ինչ էր խորը մտածում, որ Աստված իրեն հավատացողներին պիտի օրհնի, զորացնի, ցավ պիտի չունենան, տառապանք պիտի չունենան, բայց Ասափի կյանքի մեջ հակառակն էր։ Եվ ասում է քիչ է մնացել, որ ոտքերը ստրվեն եւ բանջի մնացել քնած կսա։ Քուրս չան, եղբայրներ չան։ Ասափի հավատքի անկյունակարը մարմնավորն էր։ Եվ երբ որ նայում ենք Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ գրված է անառակ որդու եղբոր վրայով։ Երբ որ եղբայրը հետ էր վերադարձել, ինքը չուզեցավ տուն մտնել։ Երբ որ հայրը դուրս եկավ, ինչ ասես ինքը հորա։ Ահա այսքան տարի քեզ ծառայել եմ եւ քո պատվիրաններից երբեք դուրս չեմ եկել։ Ինքը հոր պատվիրանքները պահել էր։ Երբեք հոր խոսքը զան չէր արել, կետին չէր գցել, բայց հետաքրքիր է, որն էր իրեն կյանքի բու նպատակը, ինչու համար էր ծառայել իրեն հորը։ Ինչու համար հոր խոսքը երբեք զան չէր արել։ Գրված է շարունակության մեջ, որ իմ կարծամ, բայց ինձ երբեք մի ուլ չտվիր, որ իմ բարեկամներ հետ ուրախ լինեմ։ Այսինքն իրեն ուրախություն, իրեն բարեկամներն են։ Իրեն ուրախությունը, որ հորից այդ ուլը ստանար։ Բայց չէ որ հոր տան ամբողջ ունեցվածքը պատկանում էր իրեն։ Քուրս չան, եղբայրներ չան։ Այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու կարողանանք սա տեսնել, որն է մեր հավատքի անկյունակարը։ Այսօր մենք հավատում ենք, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Այսօր ես հավատում եմ, որ առանց Քրիստոսի անհնարին է ապրել թե հոգևորապես, թե մարմնավորապես։ Ամենամեծ ցավը հետևյալն է, որ մենք ասում ենք այո։ Բայց հետաքրքիր է, Հեսուն ինչու անդրադարձավ այս մտքին եւ ասեց դուք չեք կարող Եհովային պաշտել։ Այսօր ամեն մեկն ասում փառք են տալիս։ Բայց Աստված ամեն մեկ փառքը չի ընդունում։ Որն է խնդիրը։ Գիշեք Հռոմեացիս առաջի գլխի մեջ ինքը Պողոս առաքյալը հետևյալ միտն ասում ինձ եւ քեզ։ Ներողություն, Գործք առաքելոց, ներողություն։ Հռոմեացիս առաջի գլուխ 21-րդ համար։
Հռոմեացիս առաջի գլուխ 21-րդ համար։ Որովհետև Աստծուն ճանաչելով նրան Աստծոպես չփառավորեցի կամ շնորհակալ չեղաք։ Աստծուն ինչ փառք վայել է եւ Աստծուն ինչը կայսօր կհասնի։ Առաջի պատվիրանը, որ Աստված տվեց մեզ, ամեն մեկից գրված է՝ սիրիր քո Աստծուն, քո ամբողջ սրտով։ Հիմի անմա հոգի խոսքը ուղղված է ինձ եւ քեզ։ Մենք Աստծուն ամբողջ սրտով ենք սիրում, թե չէ։ Մենք ասում ենք այո, բայց հետաքրքիր է, Եզեկիել մարգարության 36-26 համարի մեջ Աստված ասում է. «Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի տնեմ ձեր միջումը»։ Ինչու՞։ Ինչ եք մտածում։ Հին մարմնավոր սրտի մեջ ինչ կյանք կա եւ ով էր այդ կյանքի անկյունակարը։ Հիմա մենք պիտի ասենք, սա հին ուխտն է, բայց Տեր Հիսուս Քրիստոսը անդրադարձավ նոր ուխտի մեջ անձնավորության, որը հին ուխտի անձնավորություն էր, օրենքը սիրող, պատվիրանները պահող անձնավորություն։ Նիկոդեմոս։ Ինչ ասես Նիկոդեմոսին։ Եթե մարդը վերստին չծնվի, այսօր վերստին ծնունդը քուրեր չան, եղբայրներ չան, լոկ լեզուներ խոսալ եւ չելի մկրտությունը չէ։ Վերստին ծնունդը փոխված կյանք է, որ քո մեջ Քրիստոս է առաջինը։ Չգիտեմ, այսօր կուզեի, որպեսզի ես եւ դու տեսնենք սա, եւ կուզեի, որպեսզի մենք կարողանանք սա տեսնել։ Եվ հետաքրքիր է, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, այդ համարն էր կուզեմ մեջ բերում ենել, որովհետև այսօր մարդիկ ապահով են հետևյալ մտքի վրա, որ Աստված սեր է, ինչ էլ որ անենք, Աստված մեզ պիտի չպաչե, ոչ սիրելիս։ Այո, Աստված սեր է, բայց կա նաև երկրորդ կողմը։ Երբ որ մենք կարդում ենք Նահումի մարգարության մեջ գրված հետևյալ տողերը, առաջի գլուխ երկրորդ համարից ասում է Տերը ինձ եւ քեզ նախանձոտ եւ վրեժխնդիր Աստված է Տերը։ Վրեժխնդիր է Տերը, բարկության Տեր, վրեժ առնող է Տերը իր ոսողներից բարկություն պահող իր թշնամիներից։ Հիմա պիտի ասենք, ես թշնամի չեմ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ, նայեք ինչ ասում ինքը Տեր Հիսուս Քրիստոսը մեզ ամեն մեկից։ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 24 համարի մեջ հետևյալ տողերն է գրված։ Ոչ ոք չի կարող երկու Տերի ծառայել, որովհետև կամ մեկին կատե, մյուսին կսիրե, կամ մեկին կմեծարե, մյուսին կար համարը։ Ես այսօր չեմ կարող թե մարմնավորությունը սիրել, թե Հիսուսին։ Այսօր առաջնային խնդիրը սա է, քուրեր չան, եղբայրներ չան, որն է Աստծոյի նախանձարության բուն նպատակը, ինչի համար Աստված նախանձում։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, բազում համարներ կա, կուզեմ հիշեցնել հետևյալը, որտեղ որ Եսայի մարգարության մեջ ինքը ամենակալ Աստված հետևյալն է հորդորում եւ հետևյալն է ասում ինձ եւ քեզ։ Նայեք ինչ է գրված 42-րդ համար։ Ես եմ Յովան։ Սա է իմ անունը, եւ ես իմ պատիվը ուրիշին չեմ տա, եւ ոչ իմ փառքը կուրքերին։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի կուզեմ մի հատ մենք լուրջ նայենք։ Ամենակալ Աստված իմ եւ քո փրկության համար իր որդին զոհել է։ Ինքը իր որդին տվեց, որ ես եւ դու կյանք ունենանք։ Եթե դու այսօր քո ապրած կյանքի մեջ մարդկանց կամ զավակիդ ամենալավագույն կերպով ես վարվում, ու հանկարծ գնահատական չես ստանում, ինչ է կատարվում քո կյանքի մեջ։ Ինքը որդին տվեց, որ դու նորից քո կյանքով ապրես։ Սա չէր Աստծոյ ծրագիրը, Աստծոյ ծրագիրը հետևյալն է, որ ես եւ դու ունենանք հավիտենական կյանք։ Աստծոյ ծրագիրն է, որ ես եւ դու հավիտյանս հավիտենից իրեն հետ ապրենք։ Բայց հարց եմ տալիս։ Այսօր մեր սիրտը ամբողջովին իրեն է պատկանում, թե չէ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, հիշեք Կորինթոս եկեղեցու մեջ գրված ուղերձին, որտեղ որ Պողոս առաքյալը առաջի Կորինթացիս 3-րդ գլխի մեջ ինչ է ասում մեզ ամեն մեկիս։ Գրված է. Չգիտեք, որ դուք Աստծոյ տաճար եք։ 16-17 համարները։ Առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ։ Չգիտեք, որ դուք Աստծոյ տաճար եք եւ Աստծոյ հոգին բնակված է ձեզանում։ Շարունակության մեջ գրված է. Աստծոյ տաճարը սուրբ է, որ դուք եք։ Բայց միշտ ասում, նայեք ինչ է ասում Տիրոջ խոսքը։
Եթե մեկը ասում է տաճարն ապական է, նրան էլ Աստված կապական է։ Մենք ինչով ենք ապականում։ Եվ միշտ օրինակը բերում եմ Տանել Մարգարության 5-րդ գլխի մեջ գրված հետևյալ տողերին, երբ որ Բաղդասար թագավորը խրախճանք էր կազմակերպել։ Եվ այդ խրախճանքի մեջ գրված, երբ որ հարբեցավ, պատվիրեց, ասեց, որ Տիրոջ տան անոթները բերեն։ Եվ այդ իրեն հրանքի հետևանքով իրեն դատավճիռ եղավ հետևյալը, մա։ Ինչու համար։ Ինքը բազում անգամ խրախճանքներ էր արել։ Ամեն օր իրենց խրախճանքը, բայց իրեն բուն նպատակը, որ ինքը հասավ այդ վիճակին, Աստծո տան անոթները օգտագործեց իրեն խրախճանքի մեջ։ Այսօր դու Աստծո տան անոթն ես։ Աստծո խոսքն ասում է, չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք։ Եվ հարց եմ տալիս, Աստծո տաճարի մեջ ինչ պիտի բնակվի։ Երբ որ Հիսուսը եկավ, տեսավ տաճարում դրամափոխներ, աղավնավաճառներ, գրված է գոտին խարազան շինեց եւ դուրս հանեց ասելով հետեւյալը. գրված է իմ հոր տունը աղոթքի տուն պիտի լինի։ Այսօր Աստված քեզ ընտրել է որպես տաճար, որպես անոթ, որպես իրեն սեփականություն։ Բայց մի հարց եմ տալիս. եթե դու Տիրոջ սեփականությունն ես, ում կամքով ես ապրում եւ շարժվում։ Որն այսօր քո կյանքի ու նպատակը։ Ասապը սա էր խորում մտածում եւ ասապի անկյունակարը հետեւյալն էր, որ եթե մարդը ասուն է դարձը, չի ունենա ցավ, տառապանք, նեղություն, խնդրեմ, այլ մարդը կունենա իրեն սետրուզած կյանքը, ոչ սիրելիս։ Ասապին ասված տարավ եւ ասապը մտավ Տիրոջ խորան։ Եվ իմացավ, որ այդ մարդկանց վերջը հավիտենական տանջանքն է, ասապի հավատքը փոխվեց։ Ասապի հավատամքը փոխվեց, անկյունակարը փոխվեց։ Եվ 25 համար մեջ նայեք ինչ ասում, ով ունեմ ես երկնքում, քեզնից ջոկ բան չեմ ուզում երկրը։ Այսինքն միակը, որ ուզում եմ դու ես, ուրիշ բան չեմ ուզում։ Ինքը հասկացավ, որ իրականության մեջ կյանքը Քրիստոսի մեջ է։ Հիմա հարց եմ տալիս, մեզ ամեն մեկիս մեծ մասս այստեղ մեր կյանքի մեծ մասը անցել ենք։ Չգիտեմ ինչքանը մնացել մեզ ամեն մեկիս ապրելու։ Հարց եմ տալիս, ինչ հասկացանք այս կյանքից եւ ինչ ենք տանելու։ Հոբը 14-ի առաջի համարում սա էր ասում. կնկանից ծնված մարդը կարճ կյանք ունի, լիքն է ցավերով։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ինքը Տեր Հիսուս Քրիստոս եկավ, որպեսզի այդ ծնունդը, վերստին ծնունդը փոխանցե կամ տա մեզ ամեն մեկիս։ Հետաքրքիր է, այնտեղ շեշտադրում է կնկանից ծնված։ Ինչի ուրիշ ծնունդ էլ կա, այո, Հիսուս եկավ, վաստեց եւ ասեց. կա ծնունդ Աստվածանից։ Այսօր եկել է, որ ես եւ դու իրոք մեր հավատքի անկյունակարը փոխենք։ Մենք հավատում ենք, որ ինքը Աստված է։ Հավատում ենք, որ Աստծո որդի, հավատում ենք, որ ինքը իր կյանքը տվեց, որ մենք կյանք ունենանք։ Բայց այսօր հարց եմ տալիս ինձ եւ քեզ ամբողջ սրտով հավատում ենք, որ կա հավիտենական կյանք, եւ այդ հավիտենական կյանքը ամեն մեկիս համար պահված է։ Եթե կա, ինչ եմ անում, որ այդ կյանքը ունենամ։ Եվ անդրադառնում եմ Մովսեսի վրայով։ Եբրայեցիս 11-ի 25 համարի մեջ գրված է. ավելի լավ համարեց Աստծո ժողովրդեր չարչարվել, քան թե մի առ ժամանակ մեղքի զվարճություն ունենալ։ Ավելի մեծ հարստություն համարելով Քրիստոսի նախատիկը եգիպտացիների հարուստ կանցերից, որովհետև աչքը դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։ Հիմա հարց եմ տալիս ինձ եւ քեզ, ո՞րն է մեր վարձքը։ Ինչի համար ենք մենք եկեղեցի։ Մեր աղոթներին պատասխան առնենք։ Ասոյ, բուն նպատակը սա է, որ իմ եւ քո կյանքի անկյունակարը փոխվի, որ ես եւ դու հավատանք, որ կա հավիտենական կյանք։ Աստված մարդուն սրա համար է արարել, սրա համար է ստեղծել, չի ստեղծել այս ժամանակավորի համար։ Հիշում եք, Սերմնացանի առակ, երբ որ մենք կարդում ենք, այնտեղ ամենակալ Տիրոջ խոսքը մեզ հիշեցնում է հետևյալը։ Կարդամ Մատթեոս ավետարան 13-րդ գլուխ, ինչ է գրված։ Կարդամ 25 համարից։ Քարկավոր տեղը սերմանացանա է, որ խոսքը լսելիս շուտով ուրախությունով ընդունում է, բայց արմատ չունի իր մեջ, այլ ժամանակավոր է։
Այսօր կգա ժամանակ հատված, որ եղբայրներն ասեցին, որ այդ փոթորիկները կլինեն, այդ փորձությունները քո այդ կանգնեցած հավատքը կփշրվի, կքանթվի։ Քուրաչան, եղբայրներ ջան, ուղղակի խնդրանքս հետևյալն է։ Այսօր մենք լուրջ մտածենք։ Աստված իր փառքը մեկ ուրիշին չի տա։ Իսկ Աստված քեզ համար իր որդին է զոհել, որ դու լինես իրեն փառքը։ Աստծո փառքը եկեղեցին է։ Աստծո ուրախությունը եկեղեցու մեջ է։ Որ աշխատի ապրել Աստծուն հաճելի կյանք։ Թող Տիրոջ անունը փառավորվի մեր կյանքում